Ասուլիսի ժամանակ հաստաբանս է խոսել եւ իմ ներկայացուցիչները նրանք շատ հստակ նշել են, որ մենք այժմ այդ գաղափարը, հետաձգելու գաղափարը չենք կիրառում, որովհետեւ ի վիճակի ենք շարունակել, հավատում ենք, որ նաեւ մեր մրցակից գործընկերները իրենց ճիշտ ձևով կպահեն եւ մանավանդ այդտեղ շատ կարևոր է, որ հասկանում ենք, որ դա դավադրություն է ոչ միայն իմ անձի նկատմամբ, այլ նաեւ մեր ժողովրդի բնականոն կյանքը խաթարելու նպատակով։ Դրա համար հենց սկզբից մերոնք բացառել էին նոր ընտրություններ կազմակերպելու գաղափարը, որը դավադրության առանցքային հարցն է, բայց ասել են, որ այժմ շատ հստակ էր դա, այժմ մենք որոշել ենք սահմանադրական դատարան չդիմել։ Այս օրերին իսկապես ինչ-որ բաներ կատարվեցին անհասկանալի, առողջական իհարկե կարևոր է, բայց գուցե դա նաև ազդեց ինձ մոտիկ մարդկանցից, ասում են, որ մի տրվիր այդ տերորին, որովհետև կա ֆիզիկական տերոր եւ կա բարոյ հոգեբանական, քաղաքական տերոր եւ հանկարծ տարբեր խորշերից դուրս են գալիս KGB-ի նախկին գործակալներ, գրանցված եւ ոչ գրանցված, ու հայտարարում են, որ ընդհանուր մինչեւ Հայրիկյան իր վրա կրակեց։ Այսինքն մինչև հիմնական իմաստն ասելը, ես եւ իմ ընկերները փոխանակ զբաղվենք քարոզարշավի նյութեր մատուցելով, ստիպված ենք լինում անընդմեջ պատասխաններ տալ, որ տեսեք կան պաշտոնական փաստաթղթեր, տեսեք կա քննչական մարմնի հայտարարությունը, գնահատականը։ Դա բավականին խանգարում է, որովհետեւ դրան չանդրադառնալ մենք չենք կարող, դա անդրադառնում է առանցնել դժվարությամբ ձեռք բերած վարկանիշի վրա։ Մենք զրոյական դիրքից հասել ենք մինչև 10-12%-ի։ Ու հանկարծ պարզվում է, որ մենք պիտի ոչ թե շարունակենք մեր այդ առաջընթացը, այլ հետ գանք զբաղվենք հարցերով, որ ընտրաշավետ ոչ մի կապ չունեն, ավելին քեզ բախարակում են։ Ինչ վերաբերում է առողջականին, այո, իսկապես անակնկալ բան տեղի ունեցավ, ես ցավերը կային, բայց վերքի տեսակետից մոտ 29 սանտիմետրանոց վերք է, որը նկատել եմ վիրահատված հատվածներ հետը, ինձ շատ էր անհանգստություն պատճառում, մտահոգ էի, այդ հարցով ամեն ինչ դեպի լավն է գնում, չնայած դեռ չի ավարտել, ուժումները շարունակում են, բայց զուգահեռ աջ ձեռքս, որ նախապես թմրած էր ու վատ էր գործում, հիմա ընդհանրապես շարքից դուրս եկա։ Այսինքն մատները չեք ցույց տակ, որ խնդրում։ Ընդհանրապես գոյություն չունի։ Առավելագույնը որ կարող եմ անել, սա է, բայց դա ուղեկցում է նաև ահա որ գույնը փոխված է։ Ահա որ ցավոք չգիտեմ ինչը մշտապես մրսում սառում է եւ վառվում։ Գիշերը բոլորովին չեմ կարողացել քնել, նույնիսկ ցավազրկողներն չեն օգնում։ Այսինքն բանն այնտեղ հասա, որ բժիշկները որ տրամադրված էին, որ ես դեռ 3 առաջ օրը կարող եմ դուրս գրվել։ Ես էլ դա ցույց էի տալիս։ Բժիշկներն ասում են, որ պետք է 2 օր չշարժվել։ Ես հետաձգեցի եվրոպական դեսպանների հետ 1 ամիս առաջ պայմանավորված հանդիպումը, ասեն տեղեկացրի, որ չեմ կարող։ Այսօր հմեկով Նվեր Մնացականյանի հետ հաղորդում նույնպես հետաձգվեց, որ այդպեսի էլ չեմ խոսում ուղևորությունների մասին։ Իսկ մենք մեր հիմնական գործողությունները պետք է անեինք այս օրերին։ Հնարավոր է, որ դիմեք սահմանադրական դատարան։ Իմ փաստաբանը փաստը ներկայացնելիս, իրողությունը եւ մեր դիրքորոշումը ներկայացնելիս բավական լավատեսական տոներով, բայց այնուամենայնիվ ասել էր, այո, կան անհաղթահարելի խոչընդոտներ։ Այսինքն ես նոր բան չեմ ասելու։ Սակայն Հայրիկյանը չի դիմելու սահմանադրական դատարան, որովհետեւ այս մնացյալ ժամանակն էլ բավարար է համարում։ Հիմա պետք է անկեղծ լինեմ, նաեւ իմ մրցակից գործընկերները պայմանականորեն մրցակից իրենց որոշ հայտարարություններով, մասնավորապես Հրանտ Բագրատյանն ասում է դեռ պիտի պարզենք ինչ մահապորց է։ Այդպես հիմա ինչպես կարելի ասել, դու որտեղ ես տեսել, քիչ առաջ նաև Դավիթ Շահնազարյանն էր այստեղ, որ ասում է կա մասնագիտական գրականություն, կան ուղեցույցներ, կրակել մարդու կրծքին եւ դա համարվում է մահացու։ Ձեզ ինչ է պետք, դուք ում կողմից եք։ Քո մրցակիցը պայքարից դուրս է եկել, չի կարող մասնակցել, քո նման մարդկանց հետ շփվել չի կարող։ Դու նրա մասին խոսելիս ինչ ես քեզ թույլ տալիս։ Չէ՞ որ ես քո մասին որևէ վատ խոսք չեմ ասել, ընդհակառակը։ Ասել եմ իմ գործընկերներ, ես նրա տնտեսական կարողությունները պիտի օգտագործեմ։ Նաև այդ հատվածը։ Այն դեպքում, երբ ես մտածում եմ, որ մենք կարող ենք միասին թիմ ստեղծել, նկատի ունեմ Հրանտ Բագրատյան, Ռաֆի Հովհաննիսյան եւ Պարույր Հայրիկյան։ Կարճ ժամանակի համար մի թիմ ստեղծելու, միասին ստանալով 70% փոխել Հայաստանի ոչ միայն այս փուլում Հայաստանի վարկանիշը որպես դեմոկրատական երկիր, ընտրություններով իշխանության որևէ ճյուղ փոխելու ընդունակ երկիր, այլ նաև Հայաստանը դարձնել աշխարհի համար մի բացառիկ երկիր, քաղաքակրթություն հարստացնող երկիր։ Այդ փուլում հանկարծ
Ես ստիպված եմ լինում մտածել KGB-ի բացահայտված ու չբացահայտված միջալուծումը լավ շրջան է։ Այն բոլոր մարդիկ, որ իլյուստրացիայի պետք է ենթարկվեն, իրենք իրենց բացահայտում են։ Հատկապես գեղեցիկ էր Բադամյանցի հայտարարությունը, որ Հայրիկյանին որ արտաքսում էինք, Հայրիկյանը այնքան անհաջող կերպար էր, որ աշխարհի ոչ մի երկիր Հայրիկյանին չէր ուզում ընդունել։ Բայց ինչպես պատահեց Ֆրանսիա, Անգլիա եւ Կանադա իրար հետ Եթովպիայում մրցում էին։ Ասում եմ ոչ մեկը չէր ընդունում, դրա համար ստիպված մենք պատկերացրեք, մարդը պիտի մեռներ, չի մահացել, եւ հանկարծ այդ մարդը ասում է, որ պիտի մեռներ, լավ է որ պիտի մեռներ։ Ինքը ընդհանրապես ոչ մի բանի պետք չէր։ Բայց Անգլիա, ներողություն, Ֆրանսիա, Կանադա եւ Ամերիկա դեռ Եթովպիայում իրար հետ մրցում են, թե ես որ երկրի նախապատվություն կտամ։ Ինչևէ։ Պարոն Հայրիկյան, այսպես այսօրերի ընթացքում դուք չեք կարողանում իրականացնել քարոզարշավը։ Եթե կարող եք նույնիսկ եթերով խոսել, տեսեք հիմա դες այդ խոսում եմ ու փոխանակ խոսեմ իմ ծրագրերի առավելության մասին, ես ստիպված եմ խոսել ինչ որ չեկիստ Բադամյանցների մասին։ Կդիմեք Սահմանադրական դատարան մեծ հաշվով, գոնե այդ երկու շաբաթում կարողանաք ձեր քարոզարշավը իրականացնել։ Ես չէի ուզենա, որ մեր նախնական որոշումը ոչ մի բան չհետաձգել փոխվեր, բայց եթե ես հայտնում եմ անհավասար պայմաններում եւ ինձ եւ դա շահարկվում է, ես պիտի մտածեմ նաեւ Հայաստանի ժողովրդավարության մասին ապագայում։ Եթե ես այս վիճակում շարունակեմ եւ մնալով ֆիզիկական նաեւ այս վիճակում տեսնեմ թե ինչպես վաղը պիտի շեփորահարի որ գիտեք, Հայաստանում լավ ընտրություններ էր, տեխնատորից մեկին գնդակը հարեցին, չմեռավ, ծանր հանցանք գործեց սեփական ժողովրդի հանդեպ չմեռավ ու այս ամենայն դեպս ընտրությանն էլ չմասնակցեց, բայց ընտիր ընտրություններ եղան, չէ, ես պիտի այնպես անեմ, որ այդպեսի խարան մեր պատմության վրա չլինի։ Այսինքն 2 օր էլ կդիմանամ, տեսնեմ ինչ է ստացվում եւ չեմ բացառում, հիմա արդեն չեմ բացառում։ Պարոն Հայրիկյան, ինչպես է գնահատում իրավապահ մարմինների աշխատանքը, արդյոք զարմանալի չէ, որ մինչև այժմ չկա տեղեկատվություն, չկան կասկածյալներ, չունեք դժգոհություն այս առումով։ Կան հարցեր, որ իրավագիտական հարցեր, բարեբախտաբար փաստաբանս էլ էստեղ է, կարող եք նաև իրեն դիմել, ասենք կատարված աշխատանքի մասին, գնահատականների։ Կան արված գնահատականներ, որոնք պիտի հանրությանը իրենք մատուցեն։ Ես պարտավոր չեմ ցույց տալ, որ իմ այս գործի կապակցությամբ ես դժոխ եմ ճանաչված, մեղադրանք է ներկայացված, որում հստակ ասված է քաղաքական գործիչ Հայրիկյանին, քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության փորձ։ Դուք ներկայացրեք։ Այսօր ես պահանջեցի, որ դա արվի, դա էլ է ինձ տրամադրելու։ Եթե օրվա իշխանությունները երևույթը չեն մատուցում, ես չեմ ասում քննության գաղտնիքները։ Այդ դեպքում նշանակում է ես իմ գործը թողած պիտի գնեմ դրա։ Ես այսօր նախագահի տեխնացու եմ, ինձ պիտի ամեն ինչից ազատեն, որ ես այդ ծրագրերից ներկայացնեմ, դա Հայաստան պետության պարտականությունն է, որ մեր ժողովուրդն ճիշտ ընտրություն կատարի։ Այնպես որ ասել, որ հիացած եմ, իհարկե չեմ կարող։ Ես շատ դժգոհ եմ կատարված աշխատանքների գոնե մի մասը, երևույթը հանրությանը մատուցելու տեսակետից մեր պետության դիրքը լավ չի, նախագահը կարող ասի ցավալի երևույթ է։ Այդպես չի։ Պետք է դատախազը ելույթ ունենա, ասի տեղը ունեցել էս բանը, այս հոդվածով էլ մեղադրել ենք։ Դա նույնիսկ շարքային սպանություն չէր։ Մենք դա արդեն գնահատել ենք որպես որոշակի քաղաքական սպանություն։ Իսկ քաղաքական սպանություն նշանակում է մեր պետությանականության դեմ ուղղված հանցագործություն։ Բայց տեսնենք, ասում եմ, որ այսքան օրվա ընթացքում կողեն, դա էլ ինձ կողմնորոշի։ Այսինքն 2 օրվա ընթացքում հստակ կլինի ձեր որոշումը, պարոն Հայրիկյան։ Ես ուղղակի պարտադրված եմ։ Ինձ թվում էր, թե քանի որ Սահմանադրական դատարանին տրվում է 4 օր վերջնական որոշում կայացնելու համար, ես կարող եմ դա հետաձգել։ Բայց նույնիսկ ընտրության ընդհանրապես չմասնակցելու գնով ես նոր ընտրություններ դրան չեմ գնալու ոչ մի դեպքում, որովհետև հասկանում եմ, թե ինչ մեծ ստորություն կա դրա տակ մեր ժողովրդի դեմ։ Երկարացնելը գուցե անեմ, բայց մյուսը թող ոչ մեկը չի երազի։ Իրականում ես էլ ինձ պիտի սպանեին եւ ակամա նոր ընտրության եւ այնտեղ մեջտեղ կգային իսկական են ծախողարածները մեղմ ասեմ, բայց այդ շատ մեղմ է ասված։ Պարոն Հայրիկյան, չեք կարծում, որ արդեն բացահայտված է պարզապես հնարավոր է լինեն նաեւ այնպիսի կասկածյալներ, որոնք ձեռք չեն տալիս իշխանությունների եւ չեն փորձում դրա համար բացահայտ ներկայացնել։ Խելոք մարդիկ ոչինչ չեն բացառում ի սկզբանե, նրանք ասում են տեսնենք։ Ես փորձում եմ մի քիչ խելոք լինել, ես ոչինչ չեմ բացառում։ Ես ավելին այսօր միտեղ խոսել եմ այն բանի մասին, որ ես չեմ բացառում, որ նույնիսկ բացահայտվի իրական կատարողը եւ մեծ գործարք կատարվի դրա հետ։ Ինձ հավատացրին, որ դա բացառվում է, որ աշխատանքը շատ զանգվածային հրապարակավ է արվում, դե ասում եմ, թե հրապարակավ արեք, որ դա բացառվի։ Բայց
տապակայում Երևան։ Եթե գործը ձգձգվի, այս պայմաններում արդեն կասկածելի է։ Այսինքն չկան երաշխիքներ անվտանգության ապահովման։ Աշխարհի ոչ մի երկրում ցավոք սրտի այդպեսի կատարյալ երաշխիքներ 100%-անոց երաշխիքներ չեն տալիս Ամերիկայի պես հզոր երկրում, մինչև հիմա Քենեդու բանը չբացահայտվեց։ Բայց կան երկրներ, որ այսպիսի երևույթները ընդհանրապես կարծես ենթագիտակցականորեն մարդկանց կողմից չեն ընդունվում։ Ես ինձնից կախվածը պիտի անեմ, մի բան ակնհայտ է, որ ապահովությունը ես սկզբից չէի հասկանում, որ այդ բոլոր ոստիկաններն ինձ համար են։ Այսինքն տասնյակ ոստիկաններ սկսած շենքից եւ տարբեր խմբեր իրար հետ նույն համակարգի ծառայող ակնհայտ է, որ հետևում են իմ անվտանգությանը։ Չնայած այմականներն էլ գիշեր-ցերեկ հերթապահում են։ Բայց ոչ ոք, ոչ մի երաշխիք 100%-անոց երաշխիք ունենալ չի կարող։ Պարոն Հայրիկյան, եկավ նախարարը նորից տեսա եւ ուզում եմ իմանալ ինչպես են գնահատում իրենք իրավիճակը, հա ձեռքի փաստորեն թմրությունը վերջին 2 օրերի նորությունն է։ Թմրությունը առաջին օրերից կար, բայց այսպեսի ցավ եւ այսպեսի փաստորեն թեւս գոյություն չունի։ Այսինքն 2 օր անպայման այստեղ կլինեք, իսկ հետո դեռ հաղթեք։ Դե ես քանի որ մենք սկզբից պայմանավորվել էինք, որ առաջին օր ես ցույց տվեցի, որ ես պինդ եմ։ Եվ դա իրենց ներշնչեց, որ կարող եք 5 օրից դուրս գալ։ 5-ից 7 օր։ Եվ վերքի իմաստով իրենք ճիշտ էին։ Բայց պարզվեց, որ վերքին զուգահեռ ուրիշ երևույթներ կան ու իհարկե անանք ստացել են իմանալով, որ ցավազրկողներն էլ չեն օգնում եւ ըստ էության հաշմանդամ են։ Քաչ մասով ես էլ այս վիճակը չեմ հանդուրժում, պիտի աշխատեմ ամեն ինչ արագացնել։ Հիմա խնդրեցի, որ 2 օր ոչ մի շարժ չանեմ, ես դա կանեմ իրենց ասածը։ Հետո արդեն տեսնենք։ 2 օրից ավելի հստակ կիմանանք։ 2 շաբաթ դիմելու ձեր։ Նաև այդ հարցը, այո։ Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ իբր պարոն Հարիկյանի վնասվածքը հրազենային չէ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ քրեական գործի շրջանակներում դատաբժշկական փորձագետի եզրակացություն է ստացվել, այսօր պաշտոնապես իրազեկվեց մեզ, համաձայն որի գրված է, որ պարոն Հարիկյանի ստացած մարմնական վնասվածքը հրազենային է առողջության տևական քայքայումով։ Այսինքն մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որը որ իբր հրազենային չէ, բնականաբար ապա տեղեկատվություն է։ Սա պաշտոնական փաստաթուղթ է տված պետական լիազորի մարմնի հատուկ գիտելիք ունեցող փորձագետի կողմից։ Պարոն Բաղդասարյան, դուք ինչպես եք գնահատում այս օրերի իրավապահների աշխատանքը, տարօրինակ չէ, որ կարծես թե հանրությանը չի ասում կան կասկածյալներ, չկան կասկածյալներ։ Մենք գիտենք, որ շենքի բնակիչներն են անգամ բոլորը քննվել, սակայն որևէ տեղեկատվություն չկա բացրապարակավ։ Նայեք, քրեական գործ է հարուցվել, քրեական գործի շրջանակներում կատարվում են տարբեր օպերատիվ հետախուզական քննչական գործառույթներ եւ միգուցե նախաքննության գաղտնիությունից ելնելով որոշակի ինֆորմացիայի պակաս կա։ Եվ մենք ակնկալում ենք, որ օրենքով սահմանված կարգով հնարավորության սահմաններում ողջամիտ ժամկետներում մենք կտանք ձեր հարցերի պատասխան։ Ձեր հարցերի պատասխանը եւս մենք ցանկանում ենք արագ ակնկալենք։ Ինչ վերաբերում է գնահատականից, ապա կարծում եմ օրենքով սահմանված կարգով գործառույթներ են իրականացում, այս բային պետք է զերծ մնալ գնահատական տալուց։ Իսկ դուք ասուլիսի ժամանակ փաստորեն այդ պահին ամենայն դեպս սահմանադրական դատարան չի դիմի հայտարարությամբ հանդես եկեք։ Այս պահին սահմանադրական դատարան դիմելու ինչ ժամկետներ կան օրենքով սահմանված, մինչև ամսի 10-ն է, մինչև ամսի 13-ն է։ Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը դա կարգավորում է, սահմանադրությամբ դա կարգավորվում է, որոշողը դա պարոն Հայրիկյանն է, եւ օրենքով սահմանված կարգով եթե պարոն Հայրիկյանը որոշի, որ պետք է կատարել որոշակի գործառույթ, որպես վերջինիս փաստաբան մենք կպատրաստենք եւ կներկայացնենք սահմանադրական դատարան։